Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ։ Ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր ապրիլի 14-ն է։ Մենք շարունակում ենք մեր աշխատանքը, այսօր գլխավոր թեման մեր զրույցի, մեր քննարկմանը կլինի մի թեմա, որը կապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, մի նախաձեռնությամբ, որով հանդես եկան 5 Հայաստանի փորձագետներ, հասարակական գործիչներ եւ 5 փորձագետներ, հասարակական գործիչներ Ադրբեջանից։ Իրանք անվանեցին այս նախաձեռնությունը խաղաղության կամուրջ։ Ու այդ նախաձեռնությունը սկսեց զարգանալ, անցած տարվանից է դա, սկսեց զարգանալ, կայացան հանդիպումներ ու բացի դրանից այդ նախաձեռնությունը ստացավ զարգացում այս տարվանից եղան 2 հանդիպումներ 20-ի դիմաց 20 Հայաստանի փորձագետներ, հասարակական գործիչներ, մշակույթի գործիչներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ եւ 20-ը Ադրբեջանի կողմից եկան ադրբեջանցիք Հայաստան, Ծաղկաձոր այս տարվա սկզբին Հայաստանի կողմից այցելությունը եղավ ուղղակի 3 օր առաջ Գաբալա քաղաք Ադրբեջանի։ Նախաձեռնություն է, այդ նախաձեռնության մանրամասնությունները դուք կարող եք լսել, իմանալ երեկվա պրես-կոնֆերանսից այդ նախաձեռնության խմբից կողմից, որը գլխավորում է Արեգ Քոչինյանը, Հայաստանի փորձագետը, քաղաքագետը ու 5 մեր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ երեք ներկայացրեցին մեր հասարակությանը ինֆորմացիան Գաբալա կատարված այցելության մասին։ Ու մանրամասնորեն այնտեղ ներկայացրեցին եւ նախաձեռնությունը, եւ արած գործը, եւ կարծիքը այն զարգացումների, որոնք գնում են հայ-ադրբեջանական քաղաքացիական հասարակության տրեկում։ Ես պետք է ասեմ, որ Արեգ Քոչինյանը ինձ անցած տարի հրավիրեց միանալ այս նախաձեռնությանը, ես համաձայնվեցի ու այսօր ուզում եմ խոսել այս Գաբալա կատարած այցելության մասին, իմ կարծիքը, իմ ընկալում այդ process-ի։ Դուք գիտեք, որ իմ կենտրոնը գլխավորած, որը հիմնեցի ես 2002 թվին իմ համախոհներով, այդ կենտրոնը մոտավորապես 2005 թվից բավական ակտիվ աշխատում է միջազգային հարթակներում, նաև այդվում մենք զբաղվում էինք, նաև այդվում կոնֆլիկտների լուծման հարցերով, նաև այդվում պարզը այս շատ ու շատ միջոցառումներ այս 20 տարվա մեջ անցկացրել ենք հայ-ադրբեջանական, հայ-թուրքական, ռեգիոնալ կոնտեքստում, Եվրոպա, Հարավային Կովկաս եւ այլ, ու շատ էին կոնտակտներ նաև այդում Ադրբեջանի փորձագետների հետ եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ եւ հիմա շարունակում են տարբեր ֆորմատներով, բայց խաղաղության կամուրջի ունիկալությունը ու կարեւորությունը նա է, որ առաջինը այս նախաձեռնություն ծնվեց այս նոր ռեալություններից հետո, երբ որ եղել է պատերազմը 2020 թվին, եղել են ծանր զարգացումներ Ղարաբաղի հետ կապված 2023 թվին, այս նոր իրողություններից հետո, ռեալություններից հետո ծնվեց այս նախաձեռնությունը։ Ու մյուս ունիկալ մասը այդ նախաձեռնության շատ կարևոր, որ դա երկխոսություն է, երկուսի միջև, առանց միջնորդների։ Դա է պատճառը, որ այդ նախաձեռնությունը արժանի է ուշադրության մեր հասարակության կողմից։ Նաև այսօր մի քանի խոսք ուղղակի ես կասեմ Դոնալդ Տրամպի որոշման մասին,
բլոկադայի մեջ պահել Իրանը, նաև ծովային բլոկադայի մեջ, ինչ կտա, ինչքանով դա ընդհանրապես ճիշտ որոշում է, մի քանի խոսք ես կասեմ, ու շատ կարևոր հայտարարություն արեց պարոն Մադյարը, Պետեր Մադյարը, նոր վարչապետը Հունգարիայի, ֆանտաստիկ հայտարարություններ, որոնք նաև վերաբերում են Հայաստանին, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին։ Ուրեմն, սկսում ենք մեր աշխատանքը, շատ կարճ ես կանդրադառնամ Իրան Միացյալ Նահանգներ հարաբերություններին, մենք երեք մանրամասն խոսեցինք, բայց ստեղ կան զարգացումներ, ուրեմն բանակցությունները արդյունք չտվեցին։ Արձագանքը Դոնալդ Տրամպին է, որ Դոնալդ Տրամպը ասում է, ահա, եթե դուք չեք համաձայնվում մեր նախապայմաններին, ուրեմն մենք հիմա Հորմուզի նեղուցը կփակենք հենց ձեր տանկերների լցանավերի համար։ Կոպիտ ասած, Իրանը նեղուցը փակեց, թույլ չի տալիս, որ թշնամի պետությունների լցանավերը դուրս գան Պարսից ծոցից դեպի աշխարհ Հորմուզի նեղուցով։ Մենք էլ Տրամպը ասում է, հիմա ձեր նավահանգիստները, պորտերը կփակենք, շրջափակում կանենք ծովային, որ ձեր նավթը դուրս չգա, ձեր նավթը, որը դուք ծախում եք, դուրս չգա աշխարհ։ Այնտեղ շատ խճճված պատկեր է, ճիշտ ասած չեմ պատկերացնում ոնց է լուծելու Դոնալդ Տրամպը այդ հարցը, բացատրեմ ինչու։ Այս շատ ու շատ լցանավեր, որոնք տեղափոխում են նավթ, նույնիսկ եթե լցանավը Իրանինն է, նավթը Իրանինը չի։ Նավթը կարող է լինի չինական, նավթը կարող է լինի ինդոնեզիական, Ինդոնեզիայի համար իրանք փողը մուծել, օրինակ եմ ասում, կամ եվրոպական երկրների համար, բայց գնա այդ նավը Իրանի դրոշի տակ, ու ինչ, ուրեմն այդ որոշումը անհասկանալի է շատերին, ոչ միայն ինձ մոտ այդ հարցերը առաջացան, ինչ իմաստ ունի այս դեպի անհասկանալի որոշում ընդունեց, ես շատ ուրախացած եմ, որ ոչ միայն ինձ մոտ այդ հարցը առաջացավ, ուրեմն Իսպանիայի պաշտպանության նախարարը արձագանքեց ու ասեց մենք ուսումնասիրում ենք այդ քայլը Միացյալ Նահանգների ու չենք հասկանում ոնց է ինքը տարբերելու այդ լցանավերը իրարից ու ոնց են իրականացնելու իրոք Հորմուզի նեղուցը վերահսկողության տակ է Իրանի կողմից Իրանի ռազմական նավերի վերահսկողության տակ ոնց է դրանք դա բացելու ու ինչ է նորից պատերազմ ուզում են սկսել թե ինչ են անում ես ավելին ասեմ Դոնալդ Տրամպը ինքը վերջնաժամկետ դրեց երեկվանից այս իր պահանջը աշխատում է Երևանից սկսեց աշխատել Երևանի ժամանակով 3 ապրիլի 13-ի Երևանի ժամանակով 6-ին երեկոյան այդ ժամերից հիմա մոտ ժամերս ցույց կտա ինչը ոնց է ուզում իրականացնել այս տարօրինակ որոշումը Դոնալդ Տրամպը քանի որ այնտեղ բարդ խճճված պատկեր է Հորմուզի նեղուցում բայց նաև ինձ դուր եկավ, որ եվրոպացի այլ երկրները արձագանքեցին, նու Իսպանիան կոշտ ես նոր ասեցի արձագանք տվեց, բայց Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ՆԱՏՕ-ի անդամ բոլոր պետությունները, որոնք Միացյալ Նահանգներ չեն, ուրիշ 31 անդամ պետություն, բոլորը հայտարարեցին, որ այդ process-ում չենք մասնակցի, մենք չենք հասկանում այդ ինչ որոշում է, Իրանը պարզ է արձագանքեց Իրանի ուժային կառույցները ասեցին, որ մենք չենք թողնի թշնամու պետությունների լցանավերը, որ դուրս գան, նայենք ինչ է անելու Ամերիկան, ինչ է լինելու Ես ավելին ասեմ, նախկին ղեկավարը ՑՌՈ-ի Ամերիկայի հետախուզական այդ կարևորագույն ինստիտուտի նախկին ղեկավարը ասեց, որ Դոնալդ Տրամպը adekvat որոշումներ չի կատարում, պետք է ուսումնասիրել իր առողջության վիճակը
առողջական վիճակը, բայց նայենք ուրա գնալու զարգացումը, համոզված չեմ, որ Միացյալ Նահանգները ուզում են վերսկսել պատերազմական գործողություն, այս իրանց որոշումը կարող է հոգեբանական պահ է ճնշում գործադրել Իրանի, քանի որ հիմա քննարկվում է տարբերակ, որ ամսի 16-ին ապրիլի վերսկսեն բանակցությունները ամերիկացիք իրանցիների հետ։ Միգուցե դա հոգեբանական ինչ-որ ճնշման քայլ էր այդ որոշումը։ Անչափ կարևոր հայտարարություններ արեց նոր ընտրված վարչապետը Հունգարիայի Պետեր Մաձյարը։ Պետեր Մաձյարը ասեց, որ Ռուսաստանը ագրեսիա կատարե Ուկրաինայի դեմ։ Ինքը ասեց, որ ինքը խորհուրդ կտար Պուտինին դադարեցնել պատերազմը, բայց ասեց պարզ է Պուտինը ոչ ոքի չի լսում։ Անչափ կարևոր է դա։ Պետեր Մաձյարը ասեց, որ այն 90 միլիարդ եվրոյանոց աջակցությունը ռազմատեխնիկական Ուկրաինային ինքը թույլ կտա որ լինի։ Դուք գիտեք, նախկին վարչապետ Հունգարիայի Օրբանը վետոյի իրավունքը օգտագործեց, որ աջակցություն չտան այս լուրջ աջակցությունը բլոկ անի, թույլ չտա որ գնա Ուկրաինա։ Պետեր Մաձյարը ասեց, որ թույլ կտա ու Հունգարիան կհանի իր բոլոր առարկությունները, դա ուղղակի մեզ հետ առաջվող հարց է, քանի որ Օրբանը պարբերաբար վետոյի իրավունքը մեր դեմ էր նաև օգտագործում տարբեր հարցերով, երկու տարբեր հարցերով ու դա լավ լուր է, դա նշանակում է, որ Պետեր Մաձյարը նաև մեր նկատմամբ վետոյի իրավունքը չի օգտագործի։ Պետեր Մաձյարը նաև ասեց, որ չի զանգի Տրամպին, եթե Տրամպը ուզում է իրան շնորհավորի, կարող է շնորհավորել, երբ որ Դիմիտրի Պեսկովին, Ռուսաստանի նախագահի օգնականին հարցրեցին կամ պրեսքարտուարին հարցրեցին դուք կշնորհավորեք Պետեր Մաձյարին ընտրություններից հետո ինքը ասեց չէ Հունգարիան իրենց համար բարեկամական պետություն չի Պարզ է իրանք դժգոհ են որ Հունգարիան նորից դեպի եվրոպական ուղղություն կգնա Պետեր Մաձյարը ասեց Եվրոմիությունը ՆԱՏՕ-ն այդ գլխավոր իրանց պարտներներ են ու իրանք կխորացնեն ստեղ հարաբերությունները ու ինչ երեք քաղաքներ ինքը նշեց պետություններ որտեղ որ առաջի այցելությունը ինքը կատարի ինքը ասեց ես առաջի այցելությունը կկատարեմ Վարշավա հետո Վենա հետո Բրյուսել այստեղից երևում է նոր ընտրված վարչապետի Հունգարիայի նախապատվությունները գնում է Վարշավա, դա պարզ է աջակցել Լեհաստանի այդ Ռուսաստանի ճնշումներից, գնալ Վենա և Բրյուսել, պարզ է դա Եվրոմիության հետ էլ ավելի ուժեղ սերտ համագործակցություն կապել։ Հիմա անցնում եմ գլխավոր այսօրվա հարցին, անչափ կարևոր հարցին, պատերազմ 2020 թիվ, հայաթափում 2023 թիվ, ինչ անենք։ Իշխանությունները Հայաստանի ընտրեցին ճանապարհ, երկխոսության մեջ, երկկողմ բանակցությունների մեջ մտան Ադրբեջանի հետ։ Ու ինչ որ արդյունքներ մենք տեսնում ենք, սահմաններում կրակոցներ չկան, ստեղ նաև մեզ աջակցում են Եվրոմիության դիտորդական առաքելությունը, նաև տեսնում ենք, գոնե այսօր ագրեսիվ կեցվածք չունի Ադրբեջանը։ Կան հայտարարություններ, որ մենք բարբերաբար դժգոհ ենք, պատասխանում ենք, բայց ընդհանուր առմամբ կարծես թե այս խաղաղության process-ը Ադրբեջանի իշխանությունները դրա դեմ չեն, կողմ են, բանակցային process, խաղաղության պայմանագիր նախաստորագրվեց Վաշինգտոնի մեծ process։ Դա եղել է միջպետական մակարդակով։ Դելիմիտացիայի դեմարկացիայի process-ը սկսվեց, դժբախտաբար հիմա դանդաղ է գնում, կանգառել է, բայց այնուամենայնիվ սկսվեց։ Ու շատ կարևոր էր իմ կարծիքով, որ հայտնվեցին մարդիկ, ովքեր որոշեցին, որ պետք է նաև կամուրջներ ստեղծել հասարակության մակարդակով, քաղաքացիական հասարակության ինստիտուտների մակարդակով ու 5 մեր ճանաչված դեմքեր իրանք նախաձեռնեցին դա։ Արեգ Կոչինյանը նաև հրավիրեց ինձ, իրանք սկսեցին ընդլայնել, զարգացնել խաղաղության կամոջ այդ նախաձեռնությունը, ինձ հրավիրեցին Արեգ Կոչինյանը
մեր քաղաքագետը, փորձագետը, որը գլխավորում է վերլուծական կենտրոնը, հայկական խորհուրդ անունով, հրավիրեց մասնակցելու։ Ես համաձայնվեցի, քանի որ իմ գործունեության ժամանակ 2000 մոտ ավրապես 5 թվից այդ հասարակական փորձագիտական գործունեության ժամանակ շատ դեմ տրամադրեմ ժամանակ հենց երկխոսությանը Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ, համագործակցությանը ռեգիոնալ հարավային Կովկասում եւ կոնֆլիկտների լուծման հարցերում ու հիմա էլ ես գտնվում եմ երկու ձևաչափերում մեծ եվրոպական, որտեղ նաև ադրբեջանցի փորձագետներ կան, մյուս ձևաչափը կապված է կոնֆլիկտների լուծման հարավային Կովկասում, այնտեղ էլ ադրբեջանցի փորձագետներ կան, ես կամ, բայց երկկողմ բանակցային process-ում կամ երկկողմ քաղաքացիական հասարակության process-ում այս իրոք անդրանիկ նախաձեռնությունն է։ Առաջին նախաձեռնությունն է, որը ես ողջունեցի ու մտա այդ խմբի մեջ, դուք հիշում եք Ծաղկաձորում այս տարվա սկզբին եղավ շատ կարևոր հանդիպում 20 փորձագետներ, լրագրողներ, հասարակական գործիչներ, մշակույթի գործիչներ Հայաստանի կողմից, 20-ը Ադրբեջանի հանդիպեցինք, քննարկեցինք, մյուս հանդիպումը Գաբալա քաղաքում էր 3 օր առաջ ամսի 10-ին, 11-ին այնտեղ անցավ կոնֆերանս, որտեղ մենք լուրջ քննարկում ունեցել ենք։ Ես համաձայնվեցի, քանի որ համարում եմ դա ճիշտ ճանապարհ, երբ որ դու առանց միջնորդների հանդիպում ես ադրբեջանցիների հետ, իրանց քաղաքացիական հասարակության, փորձագետների եւ այլ գործիչների հետ։ Այս հանդիպման ժամանակ ու կոնֆերանսի ժամանակ Գաբալայում մեր փորձագետների հետ, մեր 20 փորձագետների հետ հանդիպեց Հիկմետ Հաջիևը, որը դուք գիտեք Իլհամ Ալիևի ադմինիստրացիայում կարևորագույն դեմքերից է, որը զբաղվում է արտաքին հարաբերությունների հարցերով, անվտանգային հարցերով, նաև հայ-ադրբեջանական այս process-ով։ Մենք տվեցինք իրան հարցեր, ինքը հարցերին մանրամասն պատասխանեց։ Ինչ ուզում եմ ստեղ ասել։ Ոնց մենք մտանք Ադրբեջան։ Հենց Տավուշում այն հատվածով, որը դելիմիտացված, դեմարկացված էր, որտեղ որ կա սահման, մենք տեսնում ենք այդ սահմանը, երկու կողմից էլ տեսնում ենք սահմանապահներին, այլ ոչ թե զորքերը, այնտեղ ժամանակավոր կետեր բացեցին Հայաստանի սահմանապահները եւ Ադրբեջանի սահմանապահները, երբ որ տարվա սկզբում ադրբեջանցի փորձագետները եկան նույն ձևով իրանք մտան ցամաքով Հայաստան, հիմա մենք Ադրբեջան մտանք ցամաքով։ Ինչն է ստեղ կարևոր սիմվոլիկան։ Դուք հիշում եք Ադրբեջանը միշտ ասում են մենք չենք ուզում, որ անցնելով ձեր սահմանակետերը, որ մեր քաղաքացիները առնչություն ունենան Հայաստանի սահմանապահների հետ։ Հիմա նորմալ, երբ ադրբեջանցիք մտան Հայաստան անցան եւ մենք։ Դա սիմվոլիկ շատ մեծ դեր է խաղում ու դա այո բխում է մեր շայրից բխում է, որ ոչ թե միջանցքներ բացվեն լինեն, այլ հենց սահմաններ, որոնք մենք կհատենք, կփորձենք համագործակցել։ Պարզ է, որ շատ ու շատ քննարկումներ նաև պարոն Հաջիևի հետ off the record էին, դա ինչ է նշանակում, որ մենք չենք կարող հղում անել, ով ինչ ասեց, ինչ հարց տվեց կամ ոնց էին պատասխանները, բայց կային տպավորություններ, որոնք կարելի ասել առանց պրոբլեմի, առանց խախտելու խաղի կանոնները, ուրեմն այս 5 խաղացան կամուրջ նախաձեռնող մեր փորձագետները, մեր հասարակական գործիչները իրանք երեք անցկացրեցին պրես կոնֆերանս, դուք կարող եք այդ պրես կոնֆերանսը լսելով ստանալ մանրամասն ինֆորմացիան, բայց ես անպայման մի քանի մտքերով ձեզ հետ ուզում եմ կիսվել։ Կարծես թե ինձ մոտ տպավորությունը այս հանդիպումներից, քննարկումներից եւ Ծաղկաձորում եւ Գաբալայում Ադրբեջանի քաղաքում կարծես թե իրոք խաղացումը նաեւ Ադրբեջանը ուզում է։
Պարզ է աշխարհում ամեն ինչ փոխում է, չեք կարող ասել վերջ, էսա ու կա, շատ բան կարող է փոխվել, վաղը չեմ եսօրը Իրանի հետ զարգացումները իր ազդեցությունը կունենան անպայման մեր տարածաշրջանի վրա։ Բայց այս քննարկումներից գոնե այսօրվա պայմաններում պարզա այս խաղաղությունը նաև բխում է Ադրբեջանի շահերից։ Մենք մտածում ենք մեր շահերի մասին, մեզ խաղաղությունը շատ է պետք, բայց կարծես թե դա համատեղ համընկնող շահ է։ Մյուս կողմից ես չեմ զգում, որ միջև մեր ընտրությունները, որ Ադրբեջանը ուզում է նոր նախաձեռնություններով հանդես գա, օրինակ չեմ զգում, որ իրանք ուզում են ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Դες իրանք սպասում են արդյունքները մեր ընտրությունների, միգուցե նույնիսկ դա հասկանալի է, բայց իրանք փոխարեն ես այլ ձևով էի վարվելու, ես օրինակ կստորագրեի խաղաղության պայմանագիրը, որ այս խաղաղության տենդենսները ուժեղանան։ Բայց ցանկացած դեպքում նոր նախաձեռնություն ես չզգացի, որ կլինի, մեկ նախաձեռնությունը կարծես թե կարող է լինել, գիտեք որը։ Մենք ստանում ենք ապրանքներ Ադրբեջանի, օրինակ նավթամթերքներ, օրինակ բենզինը, սալյարկան ստանում ենք Ադրբեջանից, կոպիտ ասած սկսվեց արևտուրը, բայց մեր ապրանքները դեռ Ադրբեջանը չի առնում, իմ կարծիքով մոտ ժամանակներս կարող է լինել մեկ կամ երկու ապրանք հայկական, որը դուրս կբերվի, էքսպորտ կարվի Ադրբեջան, ու այնտեղ այդ ապրանքը կծախեն Ադրբեջանի բիզնեսմենները։ Կոպիտ ասած իրանք կառնեն մեր բիզնեսմեններից, կտանեն Ադրբեջան ու Ադրբեջանում կծախեն։ Այս դրականը կարող է լինել, քանի որ հաճախ ես լսում եմ մարդիկ ասում են լավ, եկավ իրանց ապրանքը մենք առանք, նույնիսկ բենզինի գինը իջավ, բայց ինչի մեր ապրանքները իրանք չեն առնում։ Նու ես ինչքան հասկացա, մոտ ժամանակներս կա մի տեսակ ապրանքի, որը կմտնի Ադրբեջանի շուկա։ Այս հանդիպումների ժամանակ ես չեմ ուզում ձեզանից թաքցնել, ինձ վրա շատ լավ, շատ կոնստրուկտիվ տպավորություն թողեցին բոլոր Հայաստանի մասնակիցները, դա հայտնի հասարակական գործիչներ են, փորձագետներ, լրագրողներ, եթե իրանք ուզենան ինչ-որ բան ասել, իրանք էլ կասեն, բայց ինձ վրա թողեց շատ պատասխանատու մոտեցում, ու երբ որ մենք պարոն Հաջիևի հետ խոսացել ենք, ուզում եմ ձեզ ասեմ, որ մեկը չի, երկուսը չի, որ բարձրացրել են մեզ հուզող հարցեր։ Օրինակ, հարց կապված մեր հայրենակիցների, ովքեր գտնվում են Ադրբեջանի բանտում։ Ես ինչի դա ասում եմ, համոզված եմ, որ իմ գործընկերները երեք, երբ որ անցկացրեցին պրես կոնֆերանս այս այցելությունից հետո Գաբալա Ադրբեջանի քաղաք, համոզված եմ, որ այդ մտքերը ասեցին, բայց ես հատուկ ուզում եմ նշել, քանի որ կան հարցեր, որ մեզ հուզում են։ Ադրբեջանցիք մեզ ասում են իրենց հուզող հարցերը։ Հենց նպատակը դա է, իրար հասկանալ կամ իրար ուղարկել տարբեր մեսիջներ, մեր մեսիջը նա էր, որ բոլորին դա հուզում է։ Եվ այն մարդկանց, ովքեր չեն ուզում երկխոսության մեջ մտնել Ադրբեջանի փորձագետների հետ։ Այո, ես լսում եմ ձայներ, մարդիկ կտրականապես դեմ են։ Այդ իրանց իրավունքն է։ Բայց այն մարդիկ, ովքեր ուզում են ու մտնում են ադրբեջանցիների հետ երկխոսության, նաև այդ մարդիկ դնում են այդ հարցը։ Այդ հումանիտար հարց է, հումանիզմի հետ կապված հարց է, մեր հայրենակիցները գտնվող բանտերում Բաքվի։ Ուրեմն ստեղ ես ուզում եմ ձեզ ասել, որ սկզբունքային մոտեցում էր, այո, շատ կառուցողական քննարկումներ եւ այլ, բայց սկզբունքային հարցերը բարձրացվել են, ես ուզում եմ մեր հասարակությանը ասել։ Հիմա ես ինչքան հասկացա, Ադրբեջանը բավական քննադատական է Եվրոմիության նկատմամբ, Եվրոմիության քաղաքականության նկատմամբ, իրանց նկատմամբ, ես չեմ ուզում իրանց ներքին գործերի մեջ մտնել Եվրոմիության հարաբերություններում, բայց այդ մենք զգացինք, բայց TRIP ծրագրի նկատմամբ իրանց տրամադրությունները շարունակում են մնալ դրական։
դրական։ Գիտեք, ես ինչի ասեցի, շարունակում են մնալ դրական, քանի որ դուք տեսնում եք ինչ բարդ զարգացումներ են Իրանի հետ կապված, Միացյալ Նահանգները կենտրոնացած են հենց այդ հարցերի վրա, Իրանի հետ կապված ուշադրությունը շեղված է ու կարող է ինչ որ փոփոխություն կատարվի։ Դեպ ասեմ ձեզ, Նիկոլ Փաշինյանը երեք չառաջորը ասեց, որ TRIP ծրագրի հետ կապված հեսա նորություններ շատ դրական կլինեն, այո, ես էլ մտահոգված եմ, եթե ամերիկացիք զբաղված են Իրանով ու խրված են հիմա այդ խնդիրների մեջ, ես մտահոգված եմ, որ կարող է ուշադրությունը շեղվի, ոչ, պարզվում է, որ Ամերիկայում այդ համակարգը բարդ համակարգ է, բայց քայլեր կապված TRIP-ի հետ շարունակվում են ու Նիկոլ Փաշինյանը վարչապետը ասեց, որ մենք հեսա սպասում են նոր դրական լուրեր, բայց ադրբեջանցիների մոտ ես չզգացի, որ ինչ որ փոփոխություն է կատարվում, այդ ծրագիրը իրանց շահերից բխում է, նաև մեր շահերից, քանի որ ապաշրջափակման փուլը կզարգանա, կսկսվի, այս տպավորությունը ինձ մոտ կար, նաև մի տպավորություն ուզում եմ ձեզ ասել, ակնհայտ երևում է, որ Ադրբեջանը չի ուզում, որ միջնորդներ լինեն մեր մեջ։ Իրանք ուզում են երկուսով նստենք, լուծենք տարբեր հարցեր, նաև այդ թվում քաղաքացիական հասարակության մակարդակով։ Իրանք խուսափում են միջնորդներից։ Ես ճիշտը ձեզ ասեմ, միջնորդները իդեմս Ռուսաստանի բերեցին այս ծանրագույն վիճակի հայ ժողովրդի, ես էլ դեմ եմ միջնորդների, բայց առանձին հարցերում միջնորդությունը կարող է լինել, օրինակ նույն ապաշրջափակման հարցով տեսակ ամերիկացիք եկան ուզում են մեզ աջակցել, նույն Եվրամիության դիտորդական առաքելությունը սահմաններում ի վերջո կայունացրեցին վիճակը, ուրեմն այո, երկխոսությունը ադրբեջանցիների հետ ուղիղ եւ պաշտոնական մակարդակով եւ հասարակական փորձագիտական մակարդակով ճիշտ է, ես դրա դեմը չեմ, բայց չի ասի, որ առանձին հարցերում միջնորդությունը բացասական կարող է լինել։ Ուղղակի ես ուզում եմ ասել, մենք էլ վախեցած ենք միջնորդական առաքելություններից, օրինակ Ռուսաստանի, որը ամեն ինչ լուծեց ի օգուտ հարևան երկրի ու ոչ մի բան չլուծեց ի օգուտ մեզ, ուրեմն այս միջնորդությունը ռուսական նաև այդ Ղարաբաղի հարցով ուղղակի կատաստրոֆիկ հետևանքների բերեց։ Ուրեմն երկկողմ բանակցային process-ը տարբեր մակարդակներով ցանկացած դեպքում ողջունելի է։ Ես ավարտեցի իմ ելույթը, մինչ նոր հանդիպումներ։